Շնորհակալություն։ Տիկին Գալյան, դուք որոշ ժամանակ առաջ ազգային ժողովում ձեր ճեպազրույցի ընթացքում մի հայտարարություն արեցիք, Հայաստանում այսիկ քաղաքատարկյալներ չկան, ինչը հանրության շրջանում, իրավական հանրույթի շրջանում հաստատանների, պաշտպանների դժգոհություն առաջացրեց, սկսեցին փաստերով, օրինակներով ձեզ հակադարձել, անգամ թիվ է նշվում, ասում են այս պահին Հայաստանում 19 քաղաքատարկյալ կա եւ օրինակներով ասում են ինչպես չկա, եթե մի քաղաքական հայտարարության համար, երբ որ իշխանությունների սրտի ոչ հաճո է, միանգամից կալանավորում են մարդուն, դե հոգեվորականների դեմ կատարվող մասին չխոսենք, անգամ մարդու իրավունքների պաշտպանն է օգնել, հա, իշխող ուժի կողմից են տրված, խոսում կալանքան համաչափ կիրառելու մասին, պահման պայմանների մասին, այս հայտարարություններից, այս օրինակներից հետո ինչ որ հետևություններ արել եք ձեզ պատասխանատու առհասարակ համարում եք այս դարձված իրավիճակի համար եւ մեկ հարցել, արդյոք այդ ինչպես դուք եք նշել հաստատել եք 6-7 միլիոն պարգևավճար, արդյոք այդ պարգևավճարները համապատասխան այսպես համարում եք այս կատարված աշխատանքի համար, այս իրավիճակի համար, որը կատարվել է։ Հարցը, չգիտեմ որն էր հարցը, պատասխանատու համարում եք ստեղծված իրավիճակի համար, որ իրավիճակի եւ փաստերով հակադարձում եք փաստերով, նախ ես չեմ խոսում երբևէ առանց հետևություններ արած լինելու նախորդիվ, ինչը նշանակում է, որ մարդկանց կարծիքից հետո ես չգիտեմ առնվազն նոր չի, որ հետևություններ պետք է անեն։ Ես կրկին ասում եմ, որ մեր երկրում քաղաքատարկյալներ չկան, վերջերս եվրոպական կառույցների կողմից համապատասխան զեկույցներ հրապարակվեցին եւ մեր ընդդիմախոսները եւ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները շատ դառնացած, ընդ որում իրենք էլ են մասնակիցներ այդ ամենի, նշում են, որ որևէ հղում քաղաքատարկյալներին չկա եւ այլն, իսկ դա ինչի մասին է խոսում, որ իրական գուցե եւ դրանք չկան։ Ինչից ես պետք է հետևություններ անեի, ինձ համար խիստ անհասկանալի է ձեր հարցադրումը։ Միշտ նշել եմ, նորից կնշեմ, չի կարելի պատասխանվել քաղաքական հայացքի, մարդու ստատուսի, կարգավիճակի ետևում ու կատարել հանցանք կամ ենթադրել հանցանք, այս փուլում դրա մասին ենք խոսում, ու հետո խոսել քաղաքական հետապնդումների մասին։ Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում, որ քո կատարած արարքներին պարտադիր պետք է տրվի հետո քաղաքական ենթատեքստ, ես չեմ ավարտել։ Կան քրեական գործեր, այդ քրեական գործերի քննությունը շարունակվում է, որոշ գործերի դեպքում մեզ որոշ ապացույցներ հասանելի են դարձվել, յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական հետևությունները կարող է անել, բայց դրանք վճռորոշ չեն եւ նշանակություն չունեն, քանի դեռ դատարանը նման հետևություններ չի արել, եւ մենք պետք է սպասենք, երբ կլինեն դատական ակտեր։ Վարդ իրականացնող մարմինները կատարում են իրենց աշխատանքը, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող պատասխանատու լինել քննչական մարմինների, դատախազական մարմինների եւ դատարանների աշխատանքի համար, լավագույն բանը, որ կարող են անել, ուղղակի ձեռնպահ մնալն է այդ աշխատանքների միջամտելուց եւ գնահատականներ տալուց եւ ուրեմն ես չեմ տալու որևէ գնահատական այդ աշխատանքներին, բայց հնչեցրեցի եվրոպական ԵԽԽՎ-ները, եթե չեմ սխալվում, համապատասխան հանձնաժողովի գնահատականը, որտեղ բառ չկար քաղաքատարկյալների մասին եւ դուք կարող եք, ես անուններ չեմ ուզում տալ, վրդովված մեր ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարությունները լսել այդ մասով, սա նշանակում է, որ իրենք փաստեր են ներկայացրել, իսկ իրենց փաստերը եվրոպական մարդակենտրոն ինստիտուտները հաշվի չեն առել, եւ սա խոսում է շատ բաների մասին եւ հետևություններ թողանեն այն մարդիկ, որոնք իրենց համարվում են մասնագետներ, որոնք խոսում են այն երևույթների մասին, որոնք դուք նշեցիք։ Իսկ պրեմիաների չեմ ավարտել։ Պրեմիաների կամ այդ հավելավճարների կամ պարգևատրումների մասով։ Տեսեք, ես ազգուշություն ունեցա հնչեցնել թիվ եւ այդ թիվը պտտվեց ժողովրդի շրջանում, առաջացնելով դժգոհություն եւ չնայած որ ես նշել էի, որ
օրինակ այդ 6-ից 7 միլիոնը ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասն է, եւ եթե մենք հիմա միասին այդ վարժությունը կատարենք, դուք ամիսների բաժանեք, կտեսնեք, որ դա կարող էր այլ կերպ օրինակ լինել աշխատավարձի բարձրացում ամսական 400 կամ 500,000 դրամով, ենթադրենք։ Չգիտեմ, այդ դեպքում դժգոհության նույն ալիքը կբարձրանար թե չէ, բայց սա հարց է, պետական աշխատողների աշխատավարձի բարձրացումը հարց է, որ տարիներ շարունակ կառավարության կողմից քննարկվում է, ու ելի եմ առիթ ունեցել շեշտելու, հիմա շատ կարևոր է սրա մասին խոսելը, տարիներ շարունակ այլ մարմինների, ոչ հենց կառավարության եւ աշխատակազմի, այլ մարմինների աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունն ենք իրականացրել եւ միշտ վախեցել ենք անդրադառնալ հենց կառավարության, նախարարությունների աշխատակիցների եւ աշխատակազմի աշխատավարձերին։ Ու այդ օրինակները բազմաթիվ են։ Ծառայությունների մասով բոլոր ծառայությունների աշխատավարձերը 50% եւ ավել բարձրացվել են։ Ատեստավորման միջոցով պարգևատրոնների մասին կարծում եմ տեղյակ եք այսօր ինչ աշխատավարձ են ստանում, օրինակ պայմանագրային զինծառայողները, քրեակատարողական ոլորտի աշխատողները, բոլոր ծառայությունների մասին է խոսքը, ուսուցիչների համար ատեստավորման համակարգն է գործում, հնարավորություն ունեն ուսուցիչները այսօր մեր երկրում ստանալու 500-600-700,000 դրամ աշխատավարձ, բայց միշտ մենք վախեցել ենք, քննարկել ենք, հետո մտածել ենք, այ դժգոհության ալիք երևի կբարձրանա, բայց հետո եկել է ինչ-որ մի կերպ, երբ աշխատավարձը նախարարի տեղակալի, վարչության պետերի, բաժնի աշխատակիցների մասնավոր աշխատաշուկայում մրցունակ չէ, ժողովուրդ, եկեք արդար գտնվենք եւ օրինակ նախարարի աշխատավարձը, թեկուզ այդ հավելավճարների հաշվառմամբ համեմատենք ֆինանսական ոլորտի ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների վարչության պետերի, չեմ ասում կառավարիչների բանկերի կամ խորհրդի անդամների բանկերի, կառավարիչների աշխատավարձի հետ, IT ոլորտի աշխատողների աշխատավարձի հետ, մի շարք ոլորտների աշխատավարձի հետ, եւ եթե դուք ինձ կհակադարձեք ու այդպիսի բան եղել է, ասեք, գնացեք մասնավոր ոլորտում աշխատեք, դա ուղղակի չեմ հասկանում դա ինչի մասին է։ Այսինքն պետք է նորմալ կադրը, որը որ մրցունակ աշխատավարձ կարա ստանա շուկայում, աշխատավարձի պատճառով զրկվի հնարավորությունից գալ աշխատել կառավարությունում եւ միջակ կադրը, որը մրցունակ աշխատաշուկայում մրցունակ չի, որովհետեւ չի կարող հավակնել բարձր աշխատավարձ ստանալու մասնագիտական գիտելիքների փորձի պատրաստվածության պատճառով, ինքը պետք է ընտրի գալ կառավարությունում աշխատել կամ հաջորդ մանել շրջանակներ մարդկանց պետք է լինեն այնքան ապահովված մարդիկ, որոնք 1 դրամով աշխատեն կառավարությունում։ Մենք հարց ենք լուծելու դրանով, այսինքն մենք հնարավորություն ունենանք աշխատանքներին ներգրավել կամ կառավարության անդամ տեսնել մարդկանց, որոնք որ 1 դրամ են աշխատավարձ ստանալու։ Դե հիմա ես այդ հարցին եմ ուզում անդրադառնալ, նախ գաղտնի որոշում, սիրելի քաղաքացիներ եւ լրագրողներ, մի արեք այդպես չէ, գոնե բացարձակ ճշմարտությունների մասին, եկեք ազնվորեն խոսենք, ոչ մի գաղտնի որոշում չի եղել, դա եղել է կառավարության հրապարակված որոշում, ընտրությունն է եղել է բարձրացնել աշխատավարձերը եւ որոշել ենք, որ հələ մինչեւ այդ աշխատավարձերի բարձրացման, այսինքն գործակիցների վերանայման գնալը պիլոտային ծրագիր անենք, տեսնենք ըստ կատարողականի, ով ինչքան աշխատավարձ է ստանում, ու ըստ կատարողականի գնահատելով աշխատանքի արդյունավետությունը, տանք պարգևատրում։ Այդ պարգևատրումը ես կրկին նշել եմ, կարող եք համարել աշխատավարձ։ Պետական ամբողջ ապարատը ստացել է աշխատավարձ կամ անունը թող լինի պարգևատրում, կատարված 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքի համար եւ դա առաջացրել է, դե գիտեք ինչ, տեսեք։ Կանոնները հնարավոր է փոփոխել, հնարավոր են խնդիրներ, հնարավոր է արդարություն, տեսեք, եթե մենք որոշում ենք, որ ինչ-որ մի ծրագիր պետք է իրականացվի, որ նորարարություն է։ Չես խոսում պիլոտային ծրագրի մասին։ Այդ պետք է գնահատվի, մի անգամ անենք, տեսնենք հետո ոնց ենք անում։ Ուրեմն ինչ գիտենք, ով ինչքան է ստացել, դուք կգնաք հայտարարագրերը կնայեք, ես չգիտեմ, որ նախարարը ինչքան ստացել, ես գիտեմ մեր կատարողականի ցուցանիշը, այդ ժամանակահատվածի համար եղել է
70% կամ դրանից բարձր, հաջորդ կիսամյակի կամ տարվա համար այն տրամաբանությամբ ինչ որ գրվել է կառավարության որոշումը, մենք ձգտելու ենք 100% կատարողական ապահովել միշտ, որպեսզի մեր նախարարության բոլոր աշխատակիցները այո պարգևատրվեն կամ որ նույնն է ստանան ավելի բարձր աշխատավարձ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մոտիվացվածության աստիճանը աշխատակիցների եւ մթնոլորտը նախարարությունում խիստ տարբերվում է նախորդ մթնոլորտից։ Այսինքն մարդիկ գիտեն, չգիտեմ, բաժնի պետը 200,000 բաժնի պետ պատասխանատվության մակարդակը շատ մեծ նշանակություն ունի։ Այսինքն երբ որ ուսանողը ավարտում է ու իր կարիերան է փորձում դասավորել չէ, ունի ընտրանք։ Մտածում է որ գնամ աշխատեմ, մի բան երիտասարդները օրինակ չգիտեմ, մեր սերունդը այդքան էլ այդպեսին չէին, մտածում են ինչքան բարձր աշխատավարձ է, այնքան լավ։ Հիմա նայում է ցուցակները, ասենք կամ չգիտեմ, ուսումնասիրում է ոլորտը, տեսնում է նախարարությունը հա լավ բովանդակային աշխատանք է մասնագետ դառնալու համար է, բայց որ գնա քաղաքծառայության ստանալու է 100-120,000 դրամ, հետո բացում տեսնում է կարա առանց փորձի դառնա քննիչ, կարա առանց փորձի դառնա, չգիտեմ, դատախազ, կարա առանց փորձի գնա մի քիչ էլ սովորի դառնա փաստաբան ու առանց փորձի կարա գնա մասնավոր ընկերություն, օրինակ չգիտեմ, փաստաբանի օգնական դառնա, այս մեր մասնագիտության մասին եմ խոսում։ Այդ իմ նշած բոլոր օղակներում աշխատավարձերը շատ 2-3 անգամ ավելի բարձր են։ Հիմա այս փոփոխությամբ մենք հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի պետական մարմինները գայթակղիչ լինեն աշխատանքի տեսանկյունից ու նաև վերադասների մասով էլ, այո, պետք է լինեն այնպիսի սոցիալական երաշխիքներ, որ միլիոնների բյուջե տնօրինող մարդիկ ստանան բարձր աշխատավարձ։ Ուղղակի ստանան բարձր աշխատավարձ, ոչ թե ինչպես որ ժամանակին էր ստանան 200-300 կամ 400,000 դրամ, բայց ունենան միլիոններ, ոչ թե դրամական միլիոնների մասին է խոսքը, դոլարների մասին է խոսքը։ Հայցապահանջները բացեք նայեք։ Մեկ փառք Աստծո, ես բոլորից լավ այսօր կարող եմ պատասխանատու կերպով ասել, ինչու բոլորից լավ կառավարությունում, որովհետև ինքս բախտ եմ ունեցել կամ չգիտեմ ինչ եմ ունեցել առնչվելու այդ թվերի հետ եւ ինքս եմ տեսել։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Մենք դատապարտում ենք, որ կառավարությունը ուզում է ունենալ մրցունակ այնպիսի աշխատավարձ, որի պայմաններում լավ կադրերը, բանիմաց, խելացի, որոնք մրցունակ են մասնավոր շուկայում, ցանկություն կունենալ գալ աշխատել պետության համար ու ստանձնել են բեռն պատասխանատվությունը, որը ամեն օր կրում է նախարարը, նախարարի տեղակալը կամ վարչության պետը, ինչի մասին է խոսքը։ Եկեք բոլորին, եկեք մենք մի դրամով աշխատենք եւ բոլորին բաժանենք թոշակ։ Մեր բոլոր աշխատավարձը բաժանենք։ Ով է։ Նախ ձեր հարց տալու ժամանակը կգա եւ երկրորդ մեր գաղափարների իրացումը մենք ապահովում ենք։ Եթե դուք շեշտում եք թոշակների բարձրացման հարցը, ես դրա մասին եմ առիթ ունեցել խոսելու։ Թոշակները մի քանի անգամ բարձրացվել են եւ հետո բազմաթիվ քննարկումների արդյունքում մենք որոշել ենք մեր թոշակառուների խնդիրները վերհանելով դրանք լուծելի դարձնել այլ ճանապարհներով։ Առաջին հերթին բոլորդ էլ գիտեք, առողջապահության ապահովագրության ինստիտուտն է, որը ներդրվել է մեր երկրում։ Ես ոլորտի ներկայացուցիչ չեմ, թվական ցուցանիշներ չեմ կարող նշել, թե քանի թոշակառու տատիկ եւ պապիկ է միլիոնավոր դրամների բժշկական ծառայություն ստացել, որ ժամանակին չէր կարող ստանալ։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ խնդիր ենք մենք լուծելու, էլի, եթե մենք անդադ ասում ենք թոշակները չենք բարձրացնում ենք նախ, երկրորդ հետվճարի ինստիտուտն էլ է սահմանվել, որը բերելու է անմիջականորեն այդ թոշակների բարձրացմանը, եւ երրորդ մենք սահմանում ենք այնպիսի մեխանիզմներ, որպեսզի լուծենք այդ տարիքի մարդկանց խնդիրը, այսինքն սուր անհրաժեշտությունը, որոնք ունեն այդ մարդիկ։